Սեպտեմբերի 17-ը պացիենտի անվտանգության միջազգային օրն է։ Ըստ ԱՀԿ տվյալների 10 պացիենտից մեկի մոտ արձանագրվում է բժշկական միջամտություններով պայմանավորված վնաս, ինչպես բարձրացնել պացիենտի անվտանգությունը։ Յուրաքանչյուր միջամտությունից առաջ իրականացնում են պացիենտի նույնականացում։ Բարև ձեզ։ Նշված պացիենտը ժամը 12-ին պետք է ստանա մոքսիցին։ Ճիշտ դեղամիջոց, ճիշտ դոզա, ճիշտ ժամանակ, ճիշտ ներմուծման ուղի, ճիշտ պացիենտ։ Պացիենտ 67 տարեկան ախտորոշումը ձախ թոքի պերիֆերիկ նորագոյություն, վիրահատվելու է ձախակողմյան ստորին լոբեկտոմիա, այսինքն ձախ թոքի ստորին բլթի հեղացում։ Բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերված վարակների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել ասեպտիկայի և անտիսեպտիկայի կանոնները։ Վնասվածքները կարելի է կանխել պացիենտի տեղափոխումը ճիշտ կազմակերպելով։ Ընդունվել է պացիենտ, ով գանգատվում էր որովայնի ցավերից եւ ըստ ներկայացված հետազոտությունների տվյալների ուներ կրեատինինի բարձր մակարդակ։ Ճշգրիտ ախտորոշումը բուժման հիմքն է։ Այս բուժումից գանգատները կբարելավեն, սակայն պետք է իմանաք նաև դեղորայքի հնարավոր կողմնակի ազդեցությունները։ Ըստ ԱՀԿ տվյալների, պացիենտի և նրա հարազատի տեղեկացվածությունը կարող է նվազեցնել վնասների բեռը մինչև 15%-ով։ Պացիենտի անվտանգությունը ոչ միայն բժշկական, այլև հասարակական արժեք է։ Այն մեզ համար առաջնահերթություն է և որակի հիմնասյուն։ Ձեռքերի հիգիենան շատ կարևոր է և մենք պացիենտի անվտանգության օրվա կապակցությամբ նվիրում ենք ձեզ ձեռքերի ալկոգել։